Առաջին լրատվականը շարունակում է ուղիղ հեռարձակմամբ աշխատել Վանաձոր քաղաքից, որտեղ ընթանում է տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ։ Դեռ վաղ առավոտից տարբեր տեղամասերում հայտնաբերվել են տարբեր ընտրական խախտումներ։ Առաջին լրատվականը այս պահին հնարավորություն ունի զրուցելու Վրաստանի Ալիք մեդիա հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի հետ։ Արսեն, առավոտից հետևում եք ընտրական այս գործընթացին, ինչ տպավորություն ունեք, արդեն տարբեր քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ եւ մի շարք ընտրախախտումներ արձանագրել, դուք ինչ եք հասցրել արձանագրել։ Երեկոյան արդեն մի քանի ուրեմն Facebook-յան օգտատերեր, որոնք քաղաքական ակտիվ ներգործունեություն ունեն քաղաքում, գրում էին այն մասին, որ նախասել են ընտրողներին, որպեսզի լուսանկարեն իրենց ընտրաթերթիկները եւ փողի բաժանման մասին լուրեր եղան արդեն առավոտյան։ Սրանց փաստեր դեռևս չենք կարողացել արձանագրել, բայց ինչպես կարող եք պատկերացնել, սրանք երևի ամենաբարդ ուրեմն արձանագրվող փաստերն են։ Մենք մի քանի կոնկրետ ընտրատեղամասերում ենք եղել, դե արդեն երևի հայտնի դարձած 30-48 ընտրատեղամասում Արարատ News-ի լրագրողին Շոյկին Գալստյան, որտեղ փաստորեն ենթադրաբար ընտրողներից մեկը տեսախցիկներ փաստորեն կոտրել։ Մենք գնացինք տեղամաս, այստեղ այլ դիտորդական առաքելություններ իրականացնողների հետ, որտեղ ոստիկանություն կար եւ արդեն բացատրություն էին վերցնում։ Դիմացի մայթին կային այդպես խմբեր տարբեր տղամարդկանց։ Երկու այլ կոնկրետ դեպքեր գիտենք, երբ ընտրողները խոսում են այն մասին, որ իրենց փոխարեն արդեն ընտրած էր, մենք հիմա առաջիկայում նաև կտանք մեր ձայնագրությունները այդ մարդկանց հետ, նաև տեղեր, որտեղ ուրեմն տարբեր բնակարաններում գրանցվածներ կային, որոնց մարդիկ չէին ճանաչում։ Ուրեմն եւ մեր կոնկրետ մեր դիտարկածների մեծ մասը սրանք են, բայց հենց հիմա օրինակ զանգեր ենք ստանում տարբեր տեղամասեր գնալու համար, որտեղ մի կողմից կուտակումներ են, մի կողմից մեծ խմբերով մարդկանց բերում են ընտրելու։ Սա նշանակում է, որ հին մեթոդներով այնուամենայնիվ իշխանությունը շարունակելու է իր ընտրապայքարը եւ այն, որ մի քանի ամիս շարունակ նրանք պնդում էին, որ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները այ կտեսնեք փորձակար է լինելու, որ մենք բոլորովին այլ մեխանիզմներով ենք սկսելու աշխատել եւ հանրության մոտ վստահություն է ավելանալու, փաստորեն չեզոքանում է։ Տեսեք, ընդհանուր առմամբ ես կասեի, որ գոնե այս պահին, հիմա ասենք 4-ն է ժամը, դեռ մի քանի ժամ ունենք ընտրությունների ավարտին, այնպես որ ասենք, չգիտեմ, կոնկրետ խոշտանգումների դեպքեր կամ կոնկրետ բռնության դեպքեր են եղել, չէ, բայց տեղամասեր կային, որտեղ օրինակ առանց որևէ անուն, ազգանուն գրած լինելու կամ որևէ կերպ ներկայանալու առանձին անձինք մտնում էին եւ մթնոլորտ էին փոխում այդտեղ։ Սա մի կողմից, մյուս կողմից կարծես թե նաև ներիշխանական որոշ կռիվներ կան, այսպես ասած OEK-ի ռեբրենդինգ արած OEK-ի տեխնացուն կարծես թե ուրեմն աշխատում է նաև հանրապետականի որոշ հարցերում օգտին կամ առանձին է գնալու։ Այս պահին Վանաձորում ես չեմ կարողացել մի այնպիսի միջադեպ, որը այն մասշտաբի է, որ կարող ենք ասել, որ ընտրությունների արդյունք իրավաբան չեմ, բայց ընտրությունների արդյունքների վրա կարող ասել, բայց որ հին մեթոդները բնականաբար դե եթե տեսնում ենք ընտրացուցակներում առանձին անուններ եւ կամ ուրիշ տեղեր գրանցվածներ, սրանք փաստերի անուններ, փաստորեն ցուցակներ չեն մաքրվել առանց սրանք։ Կամ փոփոխություններ են եղել ցուցակների մեջ նախապես, որպեսզի կարողանան ընտրություն իրականացնել, բայց մի ուրիշ բան էլ կա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներ ենք ստանում, որ այս պահին Վանաձորում չափազանց ակտիվ ընտրական գործընթաց է, շատերն են ընտրում, որոշ տեղերում նույնիսկ հերթեր կարող են լինել։ Սա կարող է խոսել ինչպես ընտրական գործընթացում խնդիրների մասին, այնպես էլ ով գիտի նաև մարդկանց իսկապես ակտիվ ընտրել ցանկանալու մասին, ընտրական գաղտնիությունը պահելով, բայց մեր ներքին մարդկանց հետ խոսելով հասկանում ենք, որ ուրեմն նրանք, ովքեր ընդդիմադիր տրամադրություններ ունեն, այնուամենայնիվ ՀՀԿ-ին դեմ ընտրելով ընտրում են այլ կուսակցությունների եւ բավականին խորը գիտակցություն կա, թե ով է։ Բացի այդ, այս անգամ փաստորեն բավականին ակտիվ են շուրջ 8 քաղաքական ուժ այսօր ներկայացված, սա ինչի մասին է խոսում։ Մի կողմից ամբողջ նախընտրական շրջանում խոսվում էր այն մասին, որ թերևս ավելի արդյունավետ կլինի ընդդիմադիր թևերի միավորման, դաշինքների արդյունքում լուրջ հաղթանակ արձանագրել, մյուս կողմից մենք տեսանք այսպես առանձին պայքարներ եւ շատերը հենց խոսում էին OEK-ի օրինակով եք ասում, շատերը հենց խոսում էին, որ առաջադրվածներից շատերը պարզապես ընդդիմադիրների ձայները գողանալու խնդիր կունենան։
Տեսեք, երևի պիտի դասեր քաղել հերթական անգամ, հիմա քանի որ ընտրության օրն է, եկեք սպասենք այս ամբողջ գործընթացն ավարտվի, իսկ նախընտրական շրջանում այն բոլոր ներքին վեճերը ընդդիմադիր խմբերի, որոնք եղել են, ինձ թվում է հայտնի է բոլորին, բայց խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տեսանկյունից թերևս մտածելու շատ բան պետք է ունենալ։ Այն, որ ընդդիմադիր խմբերի կոնսոլիդացիա չեղավ, իհարկե ցավալի է։ Այն, որ տարածքում կոնկրետ եւ հիմա արդեն պարզ կլինի նաեւ թերևս ընտրությունների արդյունքում եւ վերլուծաբանները կհասկանան եւ ուրեմն այն արդյունքները, վերջնական արդյունքները, որ կլինեն, ցույց կտան, թե որքանով ով էր ձայնագողությամբ զբաղվում իրապես եւ որքանով էր արդյունավետ այն ինչ որ արվեց, բայց այս բան կրկին եմ ասում, դեռևս շատ շուտ է, դեռ ընտրատեղամասերը գործում են, դեռ պիտի հաշվարկ սկսվի, որը բնականաբար պիտի որի ընթացքում նաև պարզ կդառնա արդյոք մեթոդները որևէ կերպ փոխվել են, թե ոչ, որովհետև եթե ինչ-որ կետից իշխանական խմբերը հասկանան, որ ուրեմն կորուստները շատ են, գուցե նաև ստիպված լինեն այսպես ոչ օրդինար քայլերի դիմելու, ինչին իրենք սովոր են։ Բայց նաև պետք է, ինձ թվում է կարևորը, գոնե Վանաձորի պարագայում, որ ուրեմն բավականին լայնամասշտաբ վերահսկողություն է իրականացվում, 56 ընտրատեղամաս, որտեղ եւ հանձնաժողովի անդամներ կան եւ վստահված անձինք կան եւ դիտորդներ կան, որոնք հենց այդ գործն անելու են եկել եւ քիչ է հավանականությունը, հուսով եմ, որ քիչ է հավանականությունը, որ ինչ որ պահից տարբեր պատճառներով կարող է կոտրվեն եւ անցնեն իշխանության հետ համագործակցության, սա կարեւոր է եւ նաեւ ասեմ, որ զարմանալիորեն այս թիմ ընտրություններին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայություն կա բավականին, այստեղ փողոցներում կարելի է տեսնել բավականին շատ ուրեմն արտասահմանցիներ, ովքեր հենց այդ գործեր անում։ Մենք սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին տեսանք 161 համայնքներում հանրապետական կուսակցության հաղթանակ, բացառությամբ 1-2 համայնքների, որտեղ մի դեպքում քաղաքացիական պայմանագիրը, մյուս դեպքում հայ հեղափոխական դաշնակցությունը, մի դեպքում էլ հայկական վերածնունդն էին հաղթանակ տարել։ Հիմա երբ 161 համայնքներում մենք արդեն արձանագրված նման ցուցանիշ ունենք, սա ինչի մասին է վկայում, որ այնուամենայնիվ իշխող հանրապետականը շարունակելու է բոլոր ռեսուրսներն օգտագործել իշխանությունը երկարացնելու համար։ Եթե այդպես է, ապա իրենք թերևս հուլիս ամսվա վերջին 2 շաբաթից իսկի դասեր չեն քաղել, եթե դա պարզ չի դարձել, որ այսպես ապրելն այլևս անհնար է, ուրեմն մեղքն իրենց վիզը, ցասնածռերի արածը բացի ամեն ինչից նաև այլ միջոցներով որևէ փոփոխության հասնելու բացակայությունն է եւ հույս ունեմ, որ դրան այլևս հասնելու անհրաժեշտություն չի լինի, բայց եթե դասեր չեն քաղել, ապա կարծում եմ, որ բռնությունը կարող է կրկին անխուսափելի դառնալ։ Կարծում կառավարության այս փոփոխությունները որքանով էին շահկապված հենց հուլիսյան դեպքից հետո ստեղծված իրավիճակը։ Գուցե շահկապված էին որոշակիորեն, բայց նաև խորհրդարանական ընտրությունների հետ կարծում եմ ավելի են կապված, ցույց տալ այսպես ֆասադային, կոսմետիկ գրագետ կառավարություն, բերել ինչ-որ նոր դեմքերի, տեխնոկրատների ընդհանուր առմամբ, ովքեր հիմա պիտի խոսեն բաների, ռեֆորմների մասին, որոնց դեմ ժամանակին աշխատել են նաև, հենց կոնկրետ վարչապետի մասին է խոսքը այս պարագայում, բայց ավելի շատ ես սա դիտարկում եմ որպես ցույց տալու, որ տեսեք փոխվել ենք մենք, հիմա լրիվ ուրիշ դեմքեր են լինելու, այլևս այն հին եւ մթերները եւ անձինք գործընթացում չեն լինելու։ Իրականում կարծում եք որևէ փոփոխություն, ինչ որ բան փոփոխելու հնարավորություն չունի նաեւ այս կառավարությունը։ Որևէ լուրջ փոխելու հնարավորություն կարծում եմ չի ունենալու, որովհետև այնքան շատ են շահային խմբերը, որոնք ներգրավված են եւ պետական համակարգում եւ բիզնեսում, որ դա փոխելու համար միայն այսպես կոսմետիկ առանձին կառավարիչների փոխելով ոչինչ տեղի չի ունենա։ Ինձ սա հիշեցնում է, ճիշտ ասած, 96 թվականի Արմեն Սարգսյանի վարչապետ նշանակելը, որը շատ կարճ տևեց, ինչպես հիշում ենք։ Տեսնենք, մոտ այնպիսի վստահություն կա, որ այսպես ասած դրայվի կառավարությունը մեծ հաջողություններ իրական ռեֆորմի տեսանկյունից դժվար է արձանագրելու։ Շատերը նմանեցնում են Արմեն Դարփինյանի կառավարությանը, Տիգրան Սարգսյանի կառավարության մի տեխնոկրատ հատվածին եւ նշում, որ հազիվ թե փոփոխություն լինի։ Քաղաքական կամքի դեպքում այնուամենայնիվ Չգիտեմ, ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ նույնիսկ նշանակվում են, այնքան շատ են կապված տարբեր խմբերի հետ, որ մի քիչ բարդ են պատկերացնում, որ իրենք կարողանան իրական ռեֆորմ անել։ Տարբեր է, այդ համացությունները կարող են երկար լինել։ Տիգրան Սարգսյանը 6 տարի
ի վերջո վարչապետ աշխատեց, դա երկարաժամկետներից մեկն էր։ Չափազանց սկեպտիկ եմ տրամադրված, այսպես ասեմ, շատ ավելի շատ են դրա դեմ խոսող փաստերը, քան այն, որ այս կուսակցությունը, որը արդեն ըստ էության կուսակցական պետություն արձակել Հայաստանը, ինքը կարողանալու է ներքին այսպես ռեֆորմիստական շարժումով իր ներսից դուրս մղել այսպես կոչված այն էլեմենտներին, որոնք կոռուպցիայի մեջ են պահում մեր երկիրը։